Եղունգ կրծելը, հոնքեր պոկելը, սրանք նույն դասի վնասակար սովորություններ են եւ ինչի հետևանք են նորից նևրոզների։ Իր ռանգով նևրոտիկ խանգարում է, դա փսիխոզ չի, բարդ, ծանր ավելի հոգեկան խանգարումների մեջ չի, ցավոք բուժման մեջ ինքը բավականին դժվար է բուժմանը տրվում։ Մինչև 19 տարեկան այս խնդիրը ավելի շատ դիտվում է աղջիկների մոտ, իսկ 19-ից հետո ոչ ոք չի կարող հստակ պարզաբանում տալ, ավելի շատ տղամարդկանց մոտ է լինում, այսպես մի յուրահատկություն է։ Բուժառուն ասում է, ինչի այդ կպչուն մտքերը շատ հաճախ մարդու մոտ ի հայտ գալի այն թեմաների շուրջ, որոնք արգելված են։ Կպչուն միտք լվացվել, առաջանում է տագնապ։ Եթե դիպչեցի, չգիտեմ, դռին մեկ անգամ, եւս երկու անգամ պետքա դիպչեմ, որպեսզի վատ բան տեղի չունենա։ Բոլոր նման դրսևորումները դա ծնողների խնդիրներն են։ Կարող է հայրը եւ մայրը իրար հետ վիճեն, կոպիտ լինեն, սիրով չլինեն եւ երեխայի մոտ նման արտահայտումներ լինի։ Ողջույն, այսօր խոսելու ենք կպչուն սովորություններից։ Դրանց շարքում են հոնքերի, եղունգների վնասումը, ոտքերը ճոճելը։ Սրանք թեմաներ են, որոնց վերաբերյալ խոսել շատերդ եք մեզ խնդրել։ Եվ ուրեմն այսօր խոսելու ենք, թե ինչպես ազատվել դրանից, որոնք են դրա առաջացման պատճառները եւ որն է իրավիճակի լուծումը։ Այս մասին այսօր խոսելու եմ հոգեբուժ Վահան Սիմոնյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ երկին հրավերի համար։ Ես էլ շնորհակալ եմ չմերժելու համար։ Բժիշկ, գրեթե բոլոր մարդիկ, համենայն դեպս մեծամասնությունը մարդկանց իրենց կյանքի որոշակի շրջանում ինչ-որ կպչուն սովորություններ են ձեռք բերում։ Դա կլինի վարսերի հետ խաղալը, հոնքերի, եղունգներ կրծոտելը, հատկապես եղունգներ կրծոտելը դեռահասության շրջանում բնորոշ է։ Ինչից է սա առաջանում։ Սա ինչ-որ պատճառ ունի կպչուն սովորություն ձեռք բերելը։ Նայեք, ես կբաժանեի երկու խմբի։ Առաջինը մենք բոլորս ունենում ենք որոշակի սովորություններ եւ ցանկացած մարդ իր կյանքի ընթացքում ունենում է որոշակի կպչուն մտքեր եւ գործողություններ, բայց կան վիճակներ, որոնք պաթոլոգիկ են, որոնք հիվանդագին են եւ իրանք դիտվում են որպես նևրոզների մեջ գտնվող օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների արտահայտումներ, շատ հաճախ իրանք ձևավորվում են մանկական տարիքում։ Հստակ պատճառները մենք չգիտենք, բայց կան որոշակի էտիոլոգիկ նշաններ, պատճառներ, որոնց հետ սա որոշակի կապ ունի, նախ ժառանգականությունը միանշանակ կապ ունի այն մարդիկ, ով ունեն այդ հիվանդագին կպչունությունները, իրենց երեխաների, հարազատների մոտ դա ավելի հաճախ է հանդիպում, որոշակի հոգեբանական տրավմաները, օրինակ մի օրինակ կբերեմ, իմ պացիենտներից մեկը նշում էր, որ մանկական տարիքում իր տատիկը մշտապես իրեն սովորացնում էր, որ պետք է հաճախ ձեռները լվալ, ամեն ինչը փոշոտա, կեղտոտա, տանը նստելուց հետո շորդ մաքրի, տուն մտնելուց հետո շորդ փոխի եւ մարդու մոտ ձևավորվեց հիվանդագին ձևով այս խնդիրը, այսինքն կան որոշակի պատճառներ եւ այդ ձեր նշած 10-ից 14 տարեկան այդ ժամանակահատվածը հաճախակի լինում է մանիֆեստի այս հիվանդությունների առաջի արտահայտման շրջանը, որից հետո արդեն աստիճանաբար այս ամեն ինչը դառնում է հիվանդագին։ Այսինքն այս կպչուն սովորությունները ենթադրում են նյարդային որոշակի լարվածություն, զգացմունքների զսպվածություն միգուցե։ Դուք շատ ճիշտ եք, եթե վերցնենք մեկ կոնկրետ օրինակով, դուք ասացիք, երբ կպչուն եղունգները կրծում են, այդ օնիխոֆագիա ենք մենք անվանում, կա մի sense մոտեցում, որ նման խնդիրը ձևավորվում է վաղ մանկական շրջաններում երեխաների մոտ, դա լինում է այն ժամանակ, երբ որ մարդ չի կարողանում իր էմոցիաները զսպի։ Երբ որ հարազատները ասում են դու չպետքա լացես, քեզ պահի ավելի հանգիստ, երբ որ ստիպում են մարդուն կատարել մի բան եւ ինքը չի կարողանում դիմադրել դրան, չի ցուցաբերում իր հույզերը, էմոցիաները, ինքը եղունգները կրծելու միջոցով փորձում է լարվածությունը, որը ինքը ունի, հանի եւ հետագայում իհարկե կան դեպքեր, որ դա որպես հիվանդություն չի ձևավորվում, անցնում է, բայց կան դեպքեր, որ հետագայում այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը իրանց մոտ առաջանում, այս խանգարումը համարում ենք ոչ քիչ տարածված, որտեղ գրականության միջին թվերը 1-ից 3%-ն է երկրագնդի բնակչության, իսկ դա քիչ թվեր չեն։
Եվ կամ մի sense օրինաչափություն, որ մինչև 19 տարեկան այս խնդիրը ավելի շատ դիտվում է աղջիկների մոտ, իսկ 19-ից հետո ոչ ոք չի կարող հստակ պարզաբանում տալ, ավելի շատ տղամարդկանց մոտ է լինում, այսպես մի յուրահատկություն է կա։ Սա մենք կարող ենք բնութագրել ինչ որ մի երևույթ, որը կարելի է հաղթահարել կամքի ուժի շնորհիվ, այսինքն երեխային անընդհատ նկատողություն անես, կկարողանա ի վիճակի նա ինքը իրեն վերահսկելով հրաժարվի եղունգներ կրծելու սովորությունից, թե այստեղ դեղորայքային կամ հոգեբանական ինչ-որ միջամտություններ են բերում։ Եթե խոսքը գնում է սովորության մասին, կպչուն սովորության մասին, հնարավոր է կյանքի ընթացքում խոր տալով, դաստիարակելով մարդը ինքն իր վրա աշխատելով, գիտակցելով այդ սովորության անպիտանելիությունը հաղթահարի, բայց երբ արդեն ձևավորված է հիվանդագին վիճակը, ցավոք ինքը չի կարող մարդը ինքնուրույն հաղթահարի եւ այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում է, սա չեմ ասում հուսահատելու համար մարդկանց, բայց ինքը իր ռանգով նևրոտիկ խանգարում է, դա փսիխոզ չի, բարդ, ծանր ավելի հոգեկան խանգարումների մեջ չի, ցավոք բուժման մեջ ինքը բավականին դժվար է բուժմանը տրվում եւ բավականին երկար ժամանակահատված է պետք, որպեսզի հոգեբանը, հոգեբուժ այդ թիմը համատեղ աշխատանքի միջոցով ստանա արդյունք։ Որպես կանոն ինչքան է տևում այս բուժումը, դա անհատական է միգուցե եւ արդյոք այս կպչուն սովորությունները վերադառնալու սովորություն ունեն։ Նայեք, ոչ մի մասնագետ չի կարող երաշխավորի, որ բուժումից հետո մարդու մոտ տարբեր ստրեսային իրավիճակներում, տարբեր կյանքի խնդիրներում, հոգետրավմաներից հետո չի կրկնվի, բայց ես մշտապես իմ բուժառուներին փորձում եմ նախապես ասել, որ իրանք վաղ փուլում արդյունք չսպասեն, որտեղ մարդը գալիս է բժշկի մոտ, անցնում է 1-2 շաբաթ, 1 ամիս, դեռ արդյունք չկա, եւ դու այդ մասին չես ասել բուժառուին, ինքը կարող է հիասթափվի, մտածի որ իրան սխալ են բուժում, ասեմ, որ միջինում 1 տարին դա ասենց մինիմալ ժամկետ է, որ այս խնդրի բուժմամբ պետք է զբաղվել եւ ցավոք երբեմն կան դեպքեր, ես ունեմ նման բուժառուներ, որոնք ռեզիստենտ ընթացք են ունենում այս խնդրի, այսինքն բուժմանը չտրվող։ Այդ մի մենակ պացիենտ օրինակով ասեմ, մենք իմ գոլեգաների հետ Հոլանդիայից խորհրդակցեցինք, կոնսիլիումներ հրավիրեցինք, մտածեցինք, բոլոր հնարավոր տարբերակները փորձեցինք, բայց ցավոք արդյունքը բավարար չի։ Վահան, դուք ասացիք, որ սա նաև ունի ժառանգական հիմք որոշ չափով, այսինքն մարդը, երեխան ժառանգում է հոգե տիպը նրա побочный էֆեկտներով, հա, հարակից սովորություններով, ինչպիսին է օրինակ հոնքեր պոկելը, եղունգ կրծելը, թե հենց սովորությունն է ժառանգում, տեսնելով ընդօրինակում է միգուցե։ Նայեք, ինքը ավելի շատ ես մոտեմ նրան, որ ժառանգում է այդ հոգետիպը, որը հակված է ունենա նման իրավիճակ։ Լավ, եւ երբ որ մենք մի sense հետաքրքիր ֆակտոր կա, հոգեբանները, բուժառուն ասում են, ինչի այդ կպչուն մտքերը շատ հաճախ մարդու մոտ ի հայտ գալի այն թեմաների շուրջ, որոնք արգելված են։ Դա կարող է ունենալ սեռական բնույթի մտքեր, կրոնական, եւ մարդը երբեմն ինքն իրեն մեղավոր է համարում, ասում է, իմ մոտ այո, սա հիվանդագին միտք է, բայց կպչուն միտք է գալի, վատ միտք, դեպի իմ հարազատները, ինչ որ վատ սեռական գործողություններ կատարելու մտքեր, բայց ես այդ ձևի մարդ չեմ, դա իմ միտքն է, եւ այդ մարդը կարճած է այդ մտքից, ցանկացած մարդ, հոգեպես ամենաառողջ մարդ իր կյանքի ընթացքում որոշ կպչուն մտքեր ունենում է, տարբեր կպչուն մտքեր, մենք չենք կարճում, չենք կանգ առնում այդ մտքերի վրա, անցնում ենք եւ մոռանում ենք, իր հոգեբանությունը ֆիքսվում է այդ մտքի վրա եւ հետագայում այդ միտքը գերիշխում է իր կյանքում եւ դառնում է արդեն հիվանդագին եւ դոմինանտ։ Եվ քանի որ արժեհամակարգը, դաստիարակությունը, հասարակությունը թույլ չի տալիս իրեն այս գործողությունը անել, այսինքն դրա ազդեցության ներքո նա ինքը իրեն ետ է պահում, այն վերաճում է կպչուն սովորությունների։ Ինքը վերաճում է այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման, որը հիվանդություն է եւ որը ունի այդ մի sense շղթա ձեզ ներկայացնեմ, մարդու մոտ ի հայտ է գալի կպչուն միտք, լվացվել, բավական տարածված կպչուն միտք է, անիմաստ անտեղի լվացվել, հարյուրավոր անգամ լվացվում են վնասելով ձեռները, կպչուն միտք լվացվել, առաջանում է տագնապ, կպչուն մտքի հետ իր շողքի նման մարդու մոտ առաջանում է տագնապ, որը
հիմնական դիսկոմֆորտի տհաճ զգացումի բերող հանգամանքը այդ տագնապն է։ Եվ նոր դրանից հետո ի հայտ է գալի կոմպուլսիան, այդ վարքագիծը, գործողությունը, որ ինքը պետք է անի։ Դրանից հետո որոշակի տագնապի մարում։ Եվ այս շղթան հարյուրավոր անգամ մարդու մոտ կրկնվում է օրվա ընթացքում։ Եվ կան դեպքեր, երբ որ մարդ, նայում ենք նևրոտիկ խանգարում, բայց այս մարդը ամբողջ օրը իր ապրում է այդ կպչունություններին ենթարկված։ Հաշվարկով ուտում է, հաշվարկով խոսում է, կան տառեր, որոնք լավը չեն, հաճելի չեն, կան տառեր, որոնք չպետք է կիրառվի։ Ստիպում է ընդհանուր հարազատներին կատարել անիմաստ այդ կպչուն գործողությունները, եւ ասեմ, որ բավականին ծանր վիճակ է ստեղծվում ընտանիքում եւ շատ դժվար է այդ միջավայրում ապրել։ Եղունգ կրծելը, հոնքեր պոկելը, սրանք նույն դասի վնասակար սովորություններ են եւ ինչի հետևանք են նորից նևրոզների։ Նեք երկու էս վիճակն է, օնիխոֆագիան եւ տրիխոտիլոմանիան, մազեր ընդհանրապես պոկելը, իրանք կպչունությունների տարատեսակներ են, իրանք միանշանակ արդեն դիտվում են որպես հիվանդագին վիճակներ, կամ պացիենտներ, որոնք այդ պոկելուց հետո այնքան են պոկել հոնքերը, որ դատարկ հոնքեր չունեն, միանշանակ այս դեպքերում հարազատները մարդ ով ունի այս խնդիրը պետք է գիտակցի, որ սա պրոբլեմ է եւ դիմի մասնագետի։ Այստեղ մի յուրահատկություն կա, որ կպչուն միտքը, գործողությունը բուժառուի կողմից ընդունվում է, գնահատվում է որպես անհեթեթ։ Ինքը ասում է, ես եղունգներս կրծում եմ, դա տգեղ է, դա, չգիտեմ, հիգիենիկ չի, էսթետիկ չի, բայց ես չեմ կարողանում դա վերահսկել։ Սա զառանցական միտք չի։ Ինքը չի կրծում եղունգները, որտեղ եղունգների մեջ ինչ որ սարք են դրել, փորձելով փնտրել, հասկանալ եւ լուծել։ Ինքը հստակ գիտակցում է անհետեթությունը, բայց քանի որ ես ասացի ինքը բավականին ասենց խիտ տագնապով լարվածությամբ է ուղեկցում, ինքը ասում է ավելի լավ է դա կատարեմ, ենթարկվեմ եւ այդ տագնապը չզգամ։ Ինքը ժամանակավոր լուծում է տալիս, բայց խնդիրը չի լուծվում։ Այսինքն հանդարտ հոգեվիճակում նա կմոռանա իր սովորության մասին։ Այո, պացիենտ կա, երբ որ ունի կոնկրետ կպչունություն։ Ասենք էլի իմ աշխատանքային պրակտիկայից եմ բերում, իհարկե գաղտնիությունը պահելով, մի բուժառու ասում է, չեմ սիրում նստել այն տեղերում, որտեղ ես կարող եմ ենթադրեմ, որ մարդ է մահացել։ Դա կարող է անծանոթ մեքենայի նստատեղը, բազմոց եւ այլն։ Եվ ինքը ենթադրում է երևակայաբար։ Ինքը գիտակցում է, որ ոչ մի վտանգ, վնաս դրանից իրեն չի լինի, ստապ ինքը գիտակցում է, դա իրեն վնաս չի լինի։ Բայց քանի որ դա բավականին մեծ լարվածություն առաջացնում, ինքը խուսափում է։ Եթե այդ դրվագը չլինի, ինքը նենց տեղում է, որ գիտի հանգիստ է, երբեք այդ մարդը ոչ մի այլ խնդիր չունի։ Ունի միայն կոնկրետ մոնո թեմատիկ այդ կպչունությունը, որ իրեն մոտ ընդհանուր։ Այսինքն ինքը իմանալով, որ այդտեղ մահ է գրանցվել, այդտեղից է խուսափում, թե կարող է նաև ենթադրել, որ հնարավոր է այդտեղ դեպք։ Ինքը ենթադրելով էլ է անում։ Եթե ինքը մտածում է, որ այ օրինակ, չգիտեմ, նոր մեքենա է, եւ ես չգիտեմ, այս մեքենան նախկինում ում նա եղել, ինչ դեպք է տեղի ունեցել այս մեքենայում, ինքը իր ենթադրաբար միտքը, երբ որ դու իրան բացատրում ես, ինքը ընդհանուր կարող է ծիծաղ հասկանա, որ շատ անհեթեթ է, բայց երբ ինքը մենակ է, միայնակ է, այդ միտքը առաջանում է եւ իրեն տագնապով բավականին մեծ դիսկոմֆորտ առաջացնում, ինքը ասում է, լավ է չնստեմ, հանգիստ լինեմ, այդ պայքարի մեջ ներքին չմտնեմ, քանց թե ենթադրաբար նստեմ եւ հետո ինձ դրա համար տանջեմ։ Առաջին քայլը նման խնդիր ունեցող մարդուն որը պիտի լինի, այո, մասնագետին դիմեց եւ արդյոք երեխաների եւ մեծահասակների պարագայում բուժման եղանակների տարբերություն կա։ Նայեք, քանի որ մենք ասացինք, որ մանկական, պատանեկան տարիքում ավելի շատ են այդ առաջին էպիզոդները լինում այս խնդրի, իհարկե տարբերությունը կա նրանում, որ թե հոգեբույժ, թե հոգեբան մանկական մասնագետը, դա լրիվ այլ մասնագիտություն է, ինչպես թերապևտ եւ պեդիատրը, առաջի հերթին, եթե այդ տարիքային խումբն է, պետք է դիմել, գոնե սկզբնական փուլում, ես հասկանում եմ, մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում եւ հոգեբույժ բառը արդեն իսկ շատ ոչ երբեմն դրական էմոցիաներ առաջացնում։ Գոնե դիմեն մանկական հոգեբանի, եթե ուժեղ արտահայտված չեն սկզբնական փուլում, հնարավոր է հոգեբանը իր աշխատանքով դա հաղթահարի, բայց եթե վիճակը ավելի բարդ է, խնդիրներ առաջացնում, մարդիկ կան այդ հաճախ լվացվելուց բավականին լուրջ դերմատիտներ են ունենում, արդեն մարմնական հիվանդությունների է դա առաջացնում։ Եվ այդ դեպքերում արդեն պետք է դիմել հոգեբույժի եւ բուժումն էլ, ոնց որ
դասական բուժում է այս խնդիրների, ինքը եւ կա այդ դեղորայքային բուժումը, որը բավական արդյունավետ է, բայց այսօր ապացուցողական բժշկության մեջ բավականին լուրջ բազա ունենք, որ հոգեթերապևտիկ այդ կոգնիտիվ վարքաբանական ուղղությունը իր որոշակի տեխնիկաներով բավականին լավ արդյունք է տալի։ Կպչուն սովորություններից ազատվելու համար կարող եք դիմել նաև Վահան Սիմոնյանին այսօրվա իմ զրուցակցին։ Ձեզ ուզում եմ նաև հիշեցնել մեր YouTube-յան ալիքին բաժանորդագրվելու մասին։ Կարող եք նաև միանալ մեզ մեր Patreon-ի փոքր խմբին։ Այնտեղ մենք պարբերաբար կազմակերպում ենք հանդիպումներ, քննարկումներ ձեր մասնակցությամբ, ինչպես նաև հյուրի ներկայությամբ։ Սա լավ հնարավորություն է ձեզ համար ուղղել հենց ձեր հարցը մասնագետին եւ լսել ձեր անհատական պատասխանը։ Վահան, դուք երեխաների բուժմամբ եք զբաղվում, թե մեծահասակների։ Ես ասացի, որ կարող են ձեզ դիմել եւ մտածեցի, ովքեր կարող են։ Միանշանակ ես մեծահասակների մասնագետ եմ եւ զբաղվում եմ միայն 18 լրացած երիտասարդների, այսպես մարդկանց բուժմամբ։ Մենք ունենք Հայաստանում բավականին փորձառու կոնտինգենտ եւ մանկական հոգեբանների եւ հոգեբուժների, ես իմ կյանքի մի որոշ этаպում աշխատել եմ մի հիմնարկում, ու հարևանությամբ աշխատում էինք մանկական բաժանմունքի հետ, այսինքն կան մասնագետները, ուղղակի պետքա չամաչել, ընդունել խնդիրը եւ ընդունելով խնդիրը, իսկ այն խնդիրն է, որը ուղղակի սարսափելի տառապանքներ առաջացնում այդ մարդու մոտ, ով ունի։ Անկեղծ ասած, այդ մարդու հետ շփումներն էլ շփումը նույնպես տհաճ է լինում, լարվածություն է առաջացնում, որովհետև դու մարդու հետ զրուցում ես, իսկ ինքը իր կամքին հակառակ անընդհատ կրծոտում է եղունգները կամ հոնքերն է, սա նաև միջավայրի համար է դիսկոմֆորտ, ինչը հենց ինքը մարդը նույնպես զգում է եւ ավելացնում է սրանով իր ներքին տագնապը, արդյունքում որպես հետևանք խուսափում է միջավայրում հայտնվելուց, այսինքն վնասակար կպչուն սովորությունը ինքը իր ետևից այլ խնդիրներ նույնպես բերում է, նույն ինքը շփման խնդիրը։ Ճիշտ է։ Այո, հաճելի չի շփվել այն մարդու հետ, ով չի թույլ տալի քեզ դիպչել, վախենալով հիվանդանալ, հաճելի չի շփվել մի մարդու հետ, ով մշտապես փոկում է իր մազերը, գցում է դիմացինին, էլ դա հաճելի չի։ Եվ ընտանիքի անդամների համար ես ասում եմ, այդ դեպքեր ունեմ, երբ ընտանիքի անդամը միգուցե ավելի մեծ տառապանքի մեջ է, քան հենց ինքը բուժառուն, ով ունի այդ խնդիրը։ Ինչու՞։ Որտեվ երբեմն այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումներ ունեցող մարդիկ ունեն օրինակ ռիտուալներ։ Ինքը ասում է, թե դիպչեցի, չգիտեմ, դռին մեկ անգամ, եւս երկու անգամ պետքա դիպչեմ, որպեսզի վատ բան տեղի չունենա։ Եվ երբ որ ծավալվում է այս վիճակը, ինքը ստիպում է նաեւ ընտանիքի անդամներին կատարել դա։ Ասում է, չգիտեմ, հայրիկ դու դուռը բացեցիր մեկ անգամ, եւս երկու անգամ բացի, որ դժբախտ դեպք չլինի։ Այս ժամին հեռուստացույց չենք կարող մենք նայենք տանը, որտեղ սա լավ ժամ չի։ Սա արդյոք կպչուն սովորության մասին է, թե արդեն հոգեկան խանգարում է։ Սա հենց այդ խանգարումն է, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը, որը պետք է ախտորոշի հոգեբուժը եւ որը պետք է իրականացվի, հա, դեղորայքային եւ հոգեթերապևտիկ բուժում։ Վահան, ինչպես հասկանալ այս սովորությունները կպչուն այլևս հոգեկան խանգարումներ են եւ դիմել հոգեբուժի, թե հոգեբանական խնդիր է։ Մենք ունենք հիվանդությունների միջազգային դասակարգիչ, որով հստակ նշված են այդ ախտանշանները, որով ախտորոշումը դրվում է օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման։ Հավատացեք, եթե դա արդեն հոգեբուժական խնդիր է, ինքը ինչ է արտահայտված, որ մարդը դա իր կյանքի բնականon ընթացքը խաթարված է, ինքը դա զգալու է եւ դիմելու է։ Եթե դա ընդամենը սովորություն է, որը չի բերում ինչ-որ սոցիալական դեզադապտացիայի խնդիրներ չի առաջացնում, ուղղակի մարդը ուզում է հաղթարի այդ սովորությունը, հասկանալով այդ սովորության անպիտանելիությունը, ինքը այդ դեպքում կարող է դիմի հոգեբանների։ Այս սովորությունները կարող են լինել միայնակ, թե որպես կանոն իրենք այլ խնդիրների փնջի մեջ են լինում։ Այսինքն, եթե երեխան կամ մեծահասակ, ինչպես հետաքրքիր փաստ նշեցիք, որ մեծահասակների շրջանում ավելի շատ տղամարդիկ են, հա, եղունգները կրծում, սա ենթադրում է, որ սա երևացող խնդիրն է, նույն եղունգներ կրծելը, իսկ տակ արդեն այլ խնդիրներ կան, թե եղունգ կրծելը ինքնուրույն պարզապես կարող է լինել։ Ինչպես ես ասացի, սա որոշակի էմոցիա զսպման արտահայտում է, բայց մի sense հետաքրքիր բան է կուզենայի ասել, այդ երբ որ կա խանգարումը, օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը, ինքը այն խանգարումներից է,
որը շատ հաճախ կոմորբիդ այլ հիվանդությունների հետ ընթանում, տագնապային խանգարումներ, դեպրեսիաներ, հա, այսինքն շատ հաճախ ինքը երկակի ախտորոշումներով մարդիկ կան, որը ունի այդ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը, մենք չենք կարող հասկանալ դա պատճառը թե հետևանքը, բայց դրա հետ զուգահեռ ընթանում է դեպրեսիվ խանգարում, դրա հետ զուգահեռ ինքը ունի խուճապային խանգարում եւ դա դառնում է մի այսպես խնդիրների փունջ։ Բուժումը ինչ է ենթադրում, տվյալ սովորությունից հրաժարում, որը կարող է որոշ ժամանակ հետո վերադառնալ, թե այս սովորությունից ձևակերպում այլ սովորության, այսինքն երբ մենք ասում ենք մարդը բուժվում է, ինչ պիտի ակնկալենք, որ այլևս որևէ տեսակի կպչուն սովորություն չի ունենալու, թե կոնկրետ սրանից է հրաժարվելու։ Եթե օրինակ մոնո թեմատիկ կպչունություն մարդ ունի, չգիտեմ, վախ աղտոտվելուց, կոնկրետ բուժման նպատակը նա հաղթահարել այդ խնդիրը, ես ասացի, որ բուժման ուղղությունները երկուսն են, հոգեթերապևտիկ եւ դեղորայքային բուժումները, դեղորայքային բուժումները ավելի շատ միտված են սերոտոնինի, դոֆամինի, գլուտամատի կարգավորմանը, որը ուղղում որոշակի փոփոխություններ եւ դեղերի միջոցով կարգավորում ենք, բայց հոգեթերապևտիկ միջամտությունը կարեւոր է նրանով, որ վեր են հանում խնդիրները, որոնք բերել են այս խնդրի եւ աշխատանք է տարվում, օրինակ շատ արդյունավետ մի մեթոդ կա, կոչվում է էքսպոզիցիայի մեթոդ, եւ ինքը շատ կիրառելի է այս օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումների ժամանակ, երբ որ մարդ ունի վախ աղտոտվելուց, մասնագետը, իհարկե դա պետք է անի միայն մասնագետը հարազատ անելով կարող վնասի, բուժառուին ընկղմում է այդ միջավայրի մեջ, որից ինքը վախենում է։ Ու սկզբնական փուլում մտովի, չենք տանում ինչ որ աղտոտում իրան, ասում դե նստի, մասնագետի ներկայությամբ ներշնչվում է մարդուն այդ վիճակը եւ երբ որ դա գրագի է եւ ճիշտ ձևով կատարվում է, աստիճանաբար մարդը հասնում է նրան, որ չկա իրական վտանգ։ Ինքը արդեն իր առօրյա կյանքում կարողանում է չենթարկվի այդ կպչունություններին եւ հաղթած դուրս գալ։ Բայց սա ամեն մեկի հոգեբանական պատրաստվածությունը հավանաբար սրա համար պետք ոչ միայն մասնագետի ներկայությունը, այլ նաև տվյալ դեպքում պացիենտի, որովհետև նա հայտնվում է միջավայրում, որից սարսափում է։ Դրա համար դա պետք է անի մասնագետով հստակ կոմպետենտ է այդ հարցում, պետք է լինի հստակ ցուցում, որտեղ կարող է բուժման մի փուլում մենք դա անենք եւ ավելի սրենք ախտանշանները։ Ես դա ուզում ասեի, կարող է ավելի։ Եվ շատ հաճախ դա արվում է, երբ որ խմբային մոտեցում ունի բուժումը, հոգեբուժը, ասենք իրականացնում է դեղորայքային մասը բուժման եւ հոգեբանը, հոգեթերապևտը արդեն իրականացնում է մյուս մասը։ Ոտքեր ճոճելը շատ տարածված է, հատկապես պատանիների եւ տղամարդկանց շրջանում, ես նույնիսկ երջանկություն եմ ունեցել տեսնելու մի տղա երկու ոտքը միաժամանակ էր ճոճվում եւ մենք բոլորս այդ բազմոցի նստած ճոճվում էինք։ Սա նույնպես այսպես այդ տագնապայնության նշան է, այս շարքին է պատկանում, թե սա այլ պատմություն է։ Ես ձեր նկարագրած դեպքը ավելի շատ երևի կբնութագրեմ որպես սովորություն եւ մենք կարող ենք հասկանալ, որ մարդը երբ որ գտնվում է դիսկոմֆորտի մեջ, ես չեմ կարծում, որ ինքը իր տանը հաճելի միջավայրում, չգիտեմ, իր անկողնում պարկած մի հետաքրքիր ֆիլմ նայելով կամ հաճելի երաժշտություն լսելով ոտքը ճոճի, ինքը դա անում է այն իրավիճակներում, երբ որ կա լարվածություն, երբ որ ինքը սպասում է, երբ որ կա անորոշություն, երբ որ ինքը նոր միջավայրում է, որոշակի կաշկանդվածություն ունի, ինքը նույնպես այդ շարժումով փորձում է իր այդ էմոցիաները հանել եւ իհարկե սա սխալ ուղի է։ Եվ կարծում եմ նման դեպքերում քիչ մարդիկ կլինեն, որ կդիմեն հոգեբանի, որտեղ դա էապես իր կյանքի որակը չի գցի մարդու, ուղղակի մարդ պետք է հասկանա, որ գիտակցի, որ սա ուղղակի վնասակար սովորություն է, փորձի հաղթող դուրս գալ։ Հիմա անցնենք մի քանի բլից, այսպես ասենք, օգտակար խորհուրդների։ Ծնողը անդադար նկատողություն է անում։ Մի կրծի եղունգներդ, մի կրծի, այդպես այլևս չանես։ Սա ինչ է, իրավիճակի լուծում թե բարդացում։ Միանշանակ բարդացում է։ Ծնողը պետք է հասկանա ինչի է երեխան անում, երեխայի հետ խոսա եւ բացատրի։ Ասելով մի արա, ինքը ավելի կուտակելու է այդ բացասական էմոցիաները երեխայի մոտ։
Բժիշկ հասուն տղամարդ է, եղունգները կրծում է եւ ինքը ներքուստ որոշում է կայացնում, որ այլևս չի կրծելու եւ ինքը իրեն պիտի վերահսկի եւ ինքը իրեն սահմանում է պատիժ, օրինակ, չգիտեմ, ասեղով ինքը իրեն ծակել կամ չգիտեմ, երկու անգամ գնալ հատակին պրես անել, ինչ որ մի բան, որը ինքը իր մեջ ուզում է կարգ ձևավորել այս բարդ սովորությունից հրաժարվելու համար, սա հնարավոր տարբերակ է։ Ասեղով ծակել այդքան դրական տարբերակ չէ, որտեղ նախ ցավը, երկրորդը կարող է դրանով վարակ անցկացնի վնասանի։ Պրոբլեմը այստեղ կա նրանում, երբ որ ինքը ուզում է անի եւ իրան զսպում է, ինքը գեր տագնապայնություն է ապրում։ Եթե ինքը այդ գեր տագնապայնությունը կարող է ֆիզիկական ինչ-որ վարժությունով անի, գնա վազի, գնա այդ ձեր ասած պրեսանի, աջումանյանի, դա միանշանակ դրական է եւ եթե ինքը կարողանա ինքնուրույն դա հաղթարի, դա ողջունելի է, բայց երբ ինքը տեսնում է այդ տագնապը իրեն կառավարում է, ինքը արդեն չի կարողանում դիմադրել այդ տագնապին, միանշանակ արդեն պետքա դիմի մասնագետի։ Հայերը նաեւ շատ են սիրում ուշանալ։ Մարդ կա ով մշտապես ուշանում է։ Գիտակցում է, որ ուշանում է, բայց եւ շարունակում է ուշանալ։ Նաեւ մարդիկ կան, ովքեր չեն ուշանում, բայց նրանց անդադ թվում է, որ նրանք ուշանում են, այդ հիմա կուշանամ, չեմ հասնի եւ որպես կանոն ժամանակից շուտ են տեղում հայտնվում։ Հեք, սա երկու տարբերակներ են, առաջի տարբերակը ես իմ անձնական իհարկե մեկնաբանությունն է, կան մարդկանց մի խումբ, որոնք նախ իրանք մի քիչ կարգապահ չեն, ճշտապահ չեն, բայց կա մարդկանց խումբ եւ ապացուցված է, որ կանանց մոտ ժամանակի ընկալումը ավելի դժվար է, քան տղամարդկանց մոտ, դա բնությունից է եկել այդպես։ Կա մարդ, որը մտածում է, որ ես կարող եմ արթնանամ, 15 րոպեում լողանամ, նախաճաշեմ, հագնվեմ եւ գնամ, որը շատ հաճախ չեմ, կանանց դեպքում մասնավորապես չի լինում, եւ ինքը մշտապես ուշանում է։ Իսկ մյուս տարբերակը որ մարդ չափից ավելի շուտ է գալիս, իր պունկտուալության մասին է խոսում եւ պերֆեկցիոնիզմի մասին է խոսում, մարդիկ կան, որոնց համար այդ ուշանալը դա, չգիտեմ, շատ խիստ վիրավորանք է, նույն իր հետ հանդիպման ժամանակ, երբ որ մեկը ուշանա, ինքը դրանից կարող է վիրավորվի եւ իր գեր կարգապահությունը եւ ճշտապահությունը բերում է նրան, որ ինքը կես ժամ շուտ է գալի նախատեսված հանդիպումից։ Պերֆեկցիոնիզմը նույնպես խանգարում է հոգեբանական այս պարագայում խանգարում, որովհետև շատ բարդ է ամեն ինչում, ամեն գործողության մեջ փորձել հասնել կատարելության, եւ սա կարող է նաեւ նյարդային որոշակի լարվածության բերել։ Կատարյալ մարդ չկա։ Մենք դա գիտենք, որ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն կատարյալ մարդ չկա։ Եթե պերֆեկցիոնիզմը մարդուն մղում է, որ ինքը լինի ավելի բարի, ավելի գիտակ, չգիտեմ, ավելի մեծ նախասիրություններ, հետաքրքրություններ լինի, միանշանակ դա դրական է, բայց եթե պերֆեկցիոնիզմը բերում է նրան, որ մարդը նստած է եւ, չգիտեմ, նայում է, որ դիմացի սենյակում դուռը կիսաբաց է եւ դա իր վրա բացասական ազդում է, ինքը պետք է գնա անպայման փակի, իհարկե դա դրական հունով չի տանի։ Բժիշկ, կան երեխաներ, ովքեր մանկահասակ տարիքում են եւ ունեն որոշակի սովորություններ, չգիտեմ, մեկ ոտքով մյուսը տրորելը, կամ այսպես ոչ կրծել, բայց այսպես եղունգներով մյուս մատը վնասելը։ Մանկահասակ է, թվում է թե խնդիր չունի, նկատողություններ նրան չեն անում, նույնիսկ օրորոցային տարիքում լինում են երեխաներ, ովքեր միևնույն շարժումը անելու սովորություն ունեն։ Սա ինչ է, այդ ձեր նշած ժառանգապար փոխանցված սովորություն, թե ուրեմն երեխան ինչ-որ ցավացող տեղ ունի։ Ես չլինելով մանկական մասնագետ, բայց հաճախ շփվելով ուսումնասիրելով, թե հոգեբանները, մասնավորապես հոգեբանները, որտեղ որոշ հոգեբուժական խանգարումներ լինում է մանկական տարիքի երեխաների մոտ, իրենք գտնում են, որ բոլոր նման դրսևորումները դա ծնողների խնդիրներն են։ Կարող է հայրը եւ մայրը իրար հետ վիճեն, կոպիտ լինեն, սիրով չլինեն եւ երեխայի մոտ նման արտահայտումներ լինի։ Այսինքն, երբ որ կա նման բաներ, մանկական հոգեբանը առաջին ընդունմանը անպայման պահանջում է, որպեսզի ծնողները լինեն, առաջի հերթին զննում է ծնողներին, նոր կոնսուլտացիայի ավարտին ուսումնասիրում է, զննում է երեխային։ Եվ ամփոփելով մեր այսօրվա զրույցը, կպչուն սովորությունները որպես կանոն տևում են բուժման ընթացքը ավելի քան 1 տարի, ամփոփելով մեր զրույցը։ Այս բուժումը ուղեկցվում է թե դեղորայքային եւ թե թերապևտիկ միջամտություններով։
Այո։ Դրանով զբաղվում է հոգեբանը թե հոգեբուժը։ Այո։ Կպչուն սովորություններ ունենալը դեռ չի նշանակում ունենալ հոգեկան խանգարմունք։ Այո։ Ավելացնելու բան կա։ Ոչ, ավելացնելու, կուզենայի ավելացնել, պետք չի ամաչել նման երևույթներից, եթե երևույթը մարդուն տղաճություն է պատճառում, այդ ժամանակ մարդը կարող է մտածի, որ միգուցե պետք է դիմել մասնագետի։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ օգտակար զրույցի համար, քանի որ այս հաղորդումը մենք հարցազրույց իրականացրեցինք բազմաթիվ պահանջներով, նույնիսկ արդեն սա խնդրանք չէր, այլ պահանջ։ Շնորհակալ եմ։ Շարունակեք առաջարկել մեզ թեմաներ եւ այո, եթե ձեր առաջարկները ժամանակի ընթացքում մյուս բազմազանության եւ տեղատարափի մեջ նամակների կորել են, գրեք կրկին, հիշեցրեք ձեր խնդրի մասին, դա ամոթ չէ, չէ որ մենք աշխատում ենք նաեւ ձեզ օգուտ տալու համար։ Մնացեք խաղաղությամբ, նորից հանդիպելու ենք առայժմ։